Շնորհակալ եմ շատ, հարգելի ներկաներ, նախ շնորհակալ եմ ձեր ներկայության համար եւ առաջարկում եմ մի հատ մեր այսօրվա երթին ծափահարենք տաքանակի։ Դրանք տեսակ ծափահարեցիք աղավնիները տրան։ Շատ կարևոր է արձանագրել, թե մեր երթը ինչի համար էր եւ ինչ էր նշանակում։ Ըստ էության մենք այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն եւ այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով։ Ինչ նկատի ունեմ։ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի կարգում բազմիցս հնչում է հետևյալ նախադասությունը. եւ եւս խաղաղությամբ Աստծուն աղաչեցուք։ Այս գրաբար նախադասությունը թարգմանաբար նշանակում է եւ խաղաղության համար Աստծուն աղաչենք։ Շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, որովհետեւ մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ որ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելու զուգահեռ մենք ինքներս պետք է մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է այդ խաղաղությունը եւ մենք այսօր քայլում էինք Հիսուս Քրիստոսի մեր Փրկչին ասելու, որ մենք ի վերջո գնում ենք քո պատգամի հետևից եւ մենք ստեղծում ենք խաղաղություն։ Եվ մենք ոչ միայն աղաչում ենք քեզ այդ խաղաղության համար, այլ ինքներս մեզ ենք կոչում խաղաղության։ Մենք վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեությունը ընդունած պետություն։ Հայ ժողովուրդը քրիստոնյա է դարձել տրդած մեծ թագավորի որոշմամբ եւ հրովարտակով, որը իհարկե ուղղորդվում էր Հիսուս Քրիստոսի եւ Հիսուս Քրիստոսի դեսպանի առաքյալի մեր առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Եվ իրական Հայաստանը վերահաստատվում է որպես քրիստոնեական այդ արժեքների կրողը, որպես այդ քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն։ Եվ շատ խորհրդանշական է, որ մեր քրիստոնեության ընդունած առանցքային սիմվոլները այսօր Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում են։ Խոր վիրապը, որտեղ երկար տարիներ բանտարկված էր Գրիգոր Լուսավորիչը եւ Մայրաթորը, որը մեր հիմնվել է մեր ավանդության համաձայն միացնի, այսինքն Հիսուսի իջման վայրն է եւ որը տեսիլքով է ցույց տվել, թե որտեղ է պետք կառուցել մեր Մայրաթորը, մեր սրբության սրբոցը։ Եվ ի վերջո մեր քրիստոնեական հենասյուները խորհրդանշում են այսօր նաև Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սրա մեջ շատ ուժեղ սիմվոլ եւ շատ ուժեղ պատգամ կա։